Vitamin 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 երեկո Բարի երեկո հարգելի հանդիսատես, բարի երեկո հեռուստադիտող, եթերում է թվով արդեն երկրորդ վիտամին երեկո նոր հաղորդաշարը եւ ուզում եմ բղավոցներով եւ աղաղակներով ավետենք այս հաղորդաշարի սկզբի մասին գնաց աղաղ այո արդեն երկրորդ անգամ ես հավաքել եմ իմ ընկերներին, լավագույն ընկերներին Շնորհակալություն լավագույն, դու ապացույց ես, սա որ դու լավագույն ընկեր ես։ Մտածում եմ քո ձախ կրծքի մասին։ Ապրես իմ սոխակ եղբայր, իմ երկեցիկ եղբայր, ներկայացնեմ հյուրերին, ներկայացնեմ ես ճիշտ է առաջին հաղորդման ժամանակ ներկայացեցի ավելի գունեղ, հիմա ավելի սիրալիր եւ ավելի փամփլիկ կներկայացնեմ նրանց, ում հետ արդեն 20 տարի է ապրում, արարում եւ աշխատում եմ։ Իրոք մեծ թիվ է 20 տարին, ասեք որ մեծ թիվ է, ձեզանից ինձ թվում է մեծ մասը հենց 20 տարեկան է։ Չէ, 20 տարեկան չծնված, դուք ձեր ծնված չէ, երբ ես ստեղծագործում եւ մի կտոր հացի համար սցենար էի գնում Կարեն Սահակյանի Չարենցի հետ բարձր ծափարենք Չարենցին Եկեք բարձր ծափարենք մեր ավակ ընկերոջը, ով իդեպ մեզնից բոլորից ավելի շուտ է սկսել զբաղվել հումորով եւ նրա հաջողություններով ոգևորված մենք Կարելի է ասել, որ մտել ենք այս ասպարես, համաձայն ես։ Այո, համաձայն եմ։ Համաձայն եմ։ Վստահ։ Վստահ։ Աշոտ Ղազարյանի մասին։ Շատ համաձայն ես։ Հա, շատ։ Արմուշ, բարձր ծափարում եք Արմուշին։ Բայց Աշոտ Ղազարյանը ճիշտ է։ Այո, վիտամին ակումբ ինձ թվում է աշխարհում, եթե ես սխալվեմ, ինձ հուշեք, աշխարհում երևի միակ մարդն է աշխարհում, որ հումորային հաղորդումից, հումորային ստենդափ ժանրից դուրս եկավ եւ դարձավ ավելի հաջողակ եւ մեգա երկեցիկ աստղ։ Տենց դեպք եղել է, որ հումորիստը դառնա, ճանաչում եք տենց մարդ։ Ես մենակ Սելեն Դիոնը ոնց որ Ուրիշ չկա, չէ, իրոք ես չեմ ճանաչում, էլի, ու ես ուրախ եմ, որ մենք ժամանակակիցն ենք, բարձր ծափարում ենք Արամ Սարգսյան, նույնիկը Արամ Էմպետրի։ Ուրեմն ի տարբերություն մյուս տղաների, վերջին մեր մասնակցի ներկայացնել, ուզում եմ ասեմ, ես իմ կյանքը դասավորվել է այնպես, որ վիտամինի ոնց որ եթեր չգնալուց հետո ես նրա հետ դեռ համագործակցում եմ։ Նրան տեսնում եմ ամեն օր, քանի որ իմ հարևանն է։ Ապրում ենք նույն թաղամասում, իրար հետ աշխատում ենք։ Միշտ ինչ որ հարց որ լինում է, ես զանգում եմ նրան։ Ճիշտ է, նա մի քիչ ծիծաղելի եւ եսի ինչ կոստյումով է այսօր, որին Դա առանձին թեմա է, առանձին թեմա է, որին կանրադառնանք։ Բայց ուզում եք բարձր ծափարենք մեր ընկերոջը Գարի Պապոյան։ Արամ ջան, խնդրում եմ անդրադառնանք հերթով Գարիկի այս Այստեղ անդրադառնալու։ Ասեք, այսքան տարի, նշեց 20։ Տեսել ենք քեզ տարբեր շորով։ Էս ինչ գույնի կոստյում է։ Էս ինչ բլուբերի սուցինյոր կոստյում է։ Purple rain, purple rain։ Այսով այս պրամակաշկան հանակ։ Բայց այս արա պրամակաշկա այդ գույնի էր, չէ՞։ Հիշում ես այս գույնի մի։ Դրա հայերենը ոնց է։ Ինչի հետ ես խառնել սպիտակ կոստյումդ, որ գույնա տվել Գարիկ։ Չէ, սկացա, բայց ես կենտրոնացում եմ իմ դրես կոդը, ես էկլեկտիկ հագնվող անձնավորություն եմ։ Նախ այդ բառը քեզ որտեղից։ Էկլեկտիկ։ Ես համարվում եմ ինձ ամենահամահունչը այսօր։ Ես խնդրում եմ Ինչի հետ։ Խալու, մեկ խալու էս այս։ Դա եւս մեկ անգամ ապացուցեց քո էկլեկտիկ լինելը, որ ընդհանրապես չեք բռնում իրար։ Հարց կարելի է։ Բայց կարևորը անհատականությունը ակնհայտ է։ Վառ անհատականություն։ Հայրիկ ջան, մի րոպե։ Առանձնապես շնորհակալ եմ Արմուշին, մարդ ով Մարդով Այդ բրտի շորով եկել ոչխարը հակե նստել, հա։ շատ համարսամ։ Խնդրում եմ, ինձ միշտ այս բաներն է հետաքրքրում։ Օրինակ, սա ոնց ես գնել։ Խնդրում եմ, խանութով ես գնել, ոնց ես, խնդրել ես տվել են։ Չէ, մեկը դուրսը այսպես քայլելուց է եղել։ Մոտիկացես լկտակ, էդիկը հանե տվել ու սենց գնացել։ Ոստի ինքն էլ տես չի սկսել, քայլել, բայց դա կսկսել։ իրականում ասեմ իմանաք, Արամը գուշակեց։ Ես կարծում եմ, որ շատ
չունեի ուրիշ բան ու եւ Ապա որտեղից էսի խնդրում եմ Ադե ասա։ չես կարծա Սա գնել։ hot couture Հոտ կուտյուր։ hot couture թեմուից Թեմուից $1.99 ցենտով։ Չէ, հետն էլ մի 8 գույն եկել է։ Էսինը սխմելա Կարել է դա, պրոստը հետաքրքիր է ինչի համար էր քեզ այս գույնի բան պետորից։ Իսկ ով է Ինչի կարել։ տակա եղե կարող է կամ։ Կարող եք բարձրաձայնել, կարող ով է։ մի մասը ես եմ Ով է մոդելավորողը եւ կարող ով է։ բանը դոլչի Չլավ լուրջ ես, ում դեմ քիչ բրենդ է։ մաքուր դոլչի Հələ մի վարկալ բրենդը նայենք։ Այ։ Բայց դա գաղա բրա մեջը ավելի ծիծաղելի է, ինչ արա։ Արա ֆոլգա է արա մեջը։ որ տակ մնաց որ կինոների վերջում ոստիկանները գցում են վրեժ ես շնորհակալություն Էսի տահակ է եկել է։ ամեն դեպքում տեսեք շատ հաճելի մի բան կատարվեց սովորաբար մենք դժգոհում ենք որ տղաները չեն նկատում իրար հագուստները աղջիկները ոնց են իրար միշտ գովում ոյ լսես ինչ ես հագել այսօր այո դուք ապացուցեցիք որ դուք էլ եք աղջիկ ես Աղջիկները դժվար Իդեպ մի հատ իրոք քվյարկենք, բայց անկեղծ, ինչ որ նես չլինի որ գարիկն է հալավ։ Ով է հավանում տեսքը գարիկի։ Իսկ Ով չի հավանում։ ով չի հավանում։ Աչետես բաժանված են 50-50։ 50 ակնհայտ 80-10 Քանի որ դե արդեն եթերով դուք տեղյակ եք բնականաբար առաջին հաղորդումը դեկտեմբերի 29-ին ակններես էլի մեկ էլ Արամենց դիմացի հարևանին եմ ուզում դիմել եթե դուք հիմա տնից դուրս գաք ու այն ոտը սրբելու բաները չլինի Արամը հակել եկել է Ես սպասում եմ թե երբ ես դու հետ մի բան ասում Խոստանում եմ հետ կբերեմ։ Իդեպ հաճիշտ է ասում, որովհետև Արամից մեջքի մասը welcome-ա գրած։ Ես ձգվեցի որ Մաշացա մի քիչ ու թացա։ Մի խապեշկեք երկու հատ դրած է մեջքից կողքի վրա։ Մի խոսքով տեսեք, ընդհանրապես իդեան որտեղից մեզ մոտ այս գաղափարը ծագեց, դեկտեմբերի 29-ին մենք հայտարարեցինք, առաջին հաղորդումը եթեր հեռարձակվեց, ինձ թվում է դուք բոլորդ գիտեք եւ նաեւ ձեր կարծիքը ես ուզում եմ հիմա եւս մեկ անգամ լսեմ, մենք Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում 10 տարի ընդմիջումից հետո հունվարի 30-ին եւ 31-ին վիտամին ակումբի համերգներ ենք անելու։ Վախեցան Բայց ասեք որ լավ նորություն է։ 10 տարի ինստիտուտից հետո որոշեցինք հավաքվել եւ միասին վերջը այդ բոլոր հարցադրումներին արա դե երբ է վիտամին լինելու, ինչու վիտամինը փակվեց, ինչու էլ չկա, ոնց որ sense լավ յուղոտ կետ դնենք եւ Ամեն բան պետք է ավելացնել, որտեվ այդ հարցերը լինելու են մեկտաբանությունը։ Ինչ ծրագիր է լինելու։ Ամբողջովին նոր։ Ամբողջովին նոր Վաչոն լինելու է, լինելու է։ Այո, Վաչեն Ամերիկայի Միացյալ Նահանգներից Տիգրանի հետ, Տիգրանի հիշում եք ով է։ Տիգրան։ Հիշում եք Տիգրանին։ Էս այդ խոճուտ։ Շո, հաղորդումից նույնիսկ կհիշացնեք Տիգրանը։ Մի խոսքով բոլորը լինելու են, այո, խնդրում եմ անպայման դուք արդեն այստեղ տակը հղումը կտեսնեք տոմսերի, կգնեք եւ կգաք, որովհետեւ շատ քիչ քանակությամբ է լինելու։ Լավ նորություն է։ Նորություն է էլի։ Չէ, խիմած ադելնորությունը դու ամեն ինչը դες թեթև եք նայում, որովհետև մենք սենց ասեմ, ես չգիտեմ ուրիշ օրինակ հերոստա հաղորդումներ ինչպես են ստեղծվում եւ հերոստա դիտողի դատին հանձնվում, բայց մեր հերոստա հաղորդումը վիտամին ակումբը ստեղծվել է շատ ընկերական, ընտանեկան միջավայրում։ Մենք ապրել ենք միասին։ Դուք տեսել եք ինչ որ վերջնա արտադրանքը վերջնաարդյունքն եք տեսել, բայց մենք այդ արդյունքին հասնելու համար հիմա տղաները ընթացքում եթե ինչ որ բաների շան տուն ենք վերցրել, ասա, տուն ենք վերցրել, այդ տանը ապրել ենք միասին եւ սցենար ենք գրել։ Ասա, ինչքան ենք մենք իրար Չէ, հավատում ենք։ Չէ, ինչքան ենք։ Վիտամինի սկսելուց Արցախի փողոցի վրա ես տուն ունեի մի սենյականից, հիշում ես, այդտեղ շոկ էր, հավաքվում ենք դուրը բացում էինք, որ բան էլ չունեինք։ Հանդիցանյար էլ չկար, որ երեխեքը գալիս խանգարում էին, հիշում եք, դուրը բաց էինք թողում, գոռում էին, դուրը փակում էինք, շոկում էինք։ Այո, շատ տներ ենք մենք փոխել, հիշում ես կենտրոնում։ Մեքենաների վրա ձեր ինչ ասես գրում էին։ Ահա, գրում էին, Փողը տվեք տան, չէ՞։ Ինչո՞վ ես։ Տան փողը տվեք։ Բայց ամենահետաքրքիր տունը, որ ունեցել ենք, կենտրոնում Կողբացի փողոցի վրա տուն ունենք,
այդտեղ հիշում ես ինչ հետագ։ Այնտեղ ավելի շատ զվարճան։ Հայտարարակ եղանք մենք մի օր շատ դու ինչ ենք արել, չէ, ինչ ես արել, սկսեմ։ Չեմ արել։ Ոնց չկար։ Պատմեմ, եթե կարելի է, շատ կարճ պատմություն է, շատ երկար այդ ամոթի զգացողությունը պահպանող։ Ուրեմն մեզ հյուրեր եկել չէին սպասումը։ Սցենարական տուն։ Սցենարական տուն հյուրեր եկել չէին սպասումը։ Ոնց որ խոսացինք սցենարի մասին, վիտամինի մասին խոսացինք, բան ու վերջում մեզ նվերներ տվեցին, ոնց որ տվեցին ձետ, բան, երշիկներ, յուղ, բան, եւ սկսեցի 5 կիլոգրամանոց լվացքի փոշի, սենց մոնոլիտ, որ լինում են, մի բան մեջ 5 կիլոգրամ։ Բնականը գտնում էր բարձր հարկում, ասկնի 8-9-րդ հարկում։ 8-րդ հարկում, եւ նաեւ նվերտվեցին կեչուպներ։ Մի քանի։ Ես հիշեցի մի պատմի։ Ոնց որ երբ որ նրանք սա պետք է մարդկությունը իմանա վերջի վերջո Ով ես դու։ այո ով ես դու եւ երբ նրանք գնացին այդ օր այնպես ստացվեց որ նաեւ ոնց որ մի երկու օր առաջ Միշոյենց հետ հայ թիմի խաղացել ենք բասկետբոլ գրազի վրա ենք խաղացել եւ պարտվողը ոնց որ գար պիտի տար մյուս թիմին եւ մենք հաղթել ենք Միշոյենց թիմին եւ Միշոյենք ոնց որ այդ օրը sense բերեցին դուրը ծեծեցին sense գար տվին ու գնացին մենք մտածել ենք որ ոնց որ գարի վրա ենք խաղում այսինքն գար ուտելու բայց ոնց որ կենթանի գար բերին դրեցին գնացին այո sense ոգևորեցին ասին տղեկ ջան լավ ինչ ենք անում բան ով ծանոթ ուներ արմուշա գարի հարցերը տարավ լուծեց բերեց այդ գարը արդեն տենց վերածվեց խաշլամայի բան դե այդ ժամանակ բայց ուտում էինք չէ բան հա այդ ժամանակ ես ամեն ինչ ուտում եմ կեչուպն էլ ունենք ամեն ինչն էլ ունենք տենց չի որ բան կերանք խմեցինք արբեցանք ես նույնիսկ ասեի ու ռոբոտ ավելի շատ քան սովորաբար պետք է նորմալ մարդը խմի ու երբ որ այո ու ռոբի մեջ սկսեցին դևեր դուրս գալ ու երբ որ ես խալկը դառը ու 8-րդ հարկում պատուանից պարզապես նայում եմ արդեն գիշերը ժամը 1:30 արդեն խախան խելոք ապա երբ որ ես պատուանից նայում էի ասես երբ որ պտտվեցի դեպի ռոբը արա ուղղակի հիշում եմ որ ասես կեչուպ իր ձեռքից արձակվեց դեպի իր մտածելով պատուանից դուրս բայց ես շատ մոտ էի պատուանին ու այդ զմփոցը ու զրնգունը աչքերիս մեջ որ բացեցի տրակել էր դեմքիս կեչուպը ու ցավ այնքան ուժեղ էր որ ինձ թվում էր արուն է այդ ու ես շոկի մեջ չեմ հասնում տարբերեմ որ ես արունի կոնսիստենցիա չի ամեն դեպքում բայց անում պտտում եմ ես ամբողջ վարագույրը էդ է ասենց ամեն ինչ պտտում ռոբին տեսնում ռոբետ լվացքի փոշով գալիս հասնում եմ սենց Իջնեմ ներքև այդ լվացքի փոշին իմ գլխավերևով այդ 5 կիլոգրամ արածը 8-րդ հարկից իջնում եմ ներքև երկար ժամանակ սենց լռություն է ոնց ու սենց սենց ձենա գալիս սենց նայում ենք 8-րդ հարկից տեսնում ենք այն կրատերները ոնց է բաների հրաբուխերի որ սենց դատարկ մասով սենց տրակած կողքերը սենց գլուխս բռնած ուզում եմ ծիծաղեմ բայց ոնց որ դեռ չեմ եկել Չեմ հարմարվել այդ մտքի որ սա մեր հետ եղավ ու կողքից մի հատ կնոջ ձեն է։ Անասուն։ Այդ գարիկին էր ասում էլի։ Այսքան տարի հետո ուզում եմ ասել սելինկերներ որ այդ անասունը իրականում էլի Ռոբետ Բայց այս պատմությունը ունի շարունակություն Ո՞նց շարունակություն։ Այս դուք եղել ես այդտեղ չէի։ Ինչ շարունակություն։ Ես ներքևն էի։ Այդ կինը դու ես եղել։ Ինը ես էի։ Ուրեմն տունը հիշում եք, Կողբացի վրա էր կենտրոնում։ Ես չէի սպասում որ եկավ, ես 2 օրից պետքա թռնեմ Ռուսաստան։ Հետո եկա 10 օրից դե իմացա որ party բան։ Եկա տեսա փոշին չկա, ասի ռոբ տուն ես տարե, ասեց հա։ Կապելեք։ Ասում է 2 ամիս։ Մորակրոջս հետ գնում եմ մասիվի անձնագրային մասիվ։ Մորքուրս գործ ունի ինչ-որ թղթաբանական, ես էլ գնացել եմ, դե որ ինձ ճանաչեն, տենց քաշքշուկ չլինի, արագ այդ թուղթը տան։ Դուրը ծեծում եմ կաբինետի, բացում եմ, ասում եմ կարելի է կինա մի հատ նստած, արա սենց տենում է ինձ, սենց անում, այդ նույն ձենով, անասուն։ Շատ սենց ամոթ մորքուրս նայում է ինձ չի հասկանում, ասում եմ չէ, բան չեմ կարում ասեմ։ Հիմա
Որ ասում եմ ինչ եղե, Տիկին ջան, բանը այսպես վառ բառեր ասում։ Գնացել ես իբր հարց լուծես։ Ես գնացեմ հարց լուծեմ, իբր այս երկու բառ եմ ես ասում։ Շատ վատ բաներ ասում եմ, որ ասում եմ հանգստացեք, հետաքրքիր է ինչ ա եղել, չի հանգստանում։ Մի ձև հանգստացրեց, մորքուրս է խառնվել, բան ասում եմ ինչ ա եղել, չգիտեմ ինչ ա եղել։ 2 ամիս հետո, ոչ եմ մտան կաբինետ, այս կինը մի ձև ասում եմ ինչ ա եղել, Տիկին ջան, առաջի անգամ եմ տենում ձեզ, որտեղ ինչ ա եղել։ Ասում եմ դուք ես ինչ հասցեում եք, չեմ մնում, սենց, ասում եմ, հա, 8-րդ հարգում, ասում եմ, հա, ասում եմ ես ձեր հարևանն եմ, ու էլի անասուն, ով է փոշին 8-րդ հարգից գցում ներքև, արա ասում եմ, ինչ փոշի, ինչ չա խոսում ես կինը, ոչմ դուս են գալի իհարկե թուղթը չի տալի, բան ես դու փախնում ենք, մորքուրից մոտ խայտարակ եմ, արա ճանապարհին մտքովս անցնում, հա, գալիս եմ հասնում եմ տուն, ասում եմ ռոբ պատոհանից շպրտել եք, փոշին ասում եմ, ոնց իմացար, ասում եմ ոնց իմացար, շատ պատահական, շատ եսիմ որտեղ Մեր գործընկերն է Mobile Center ընկերությունը, որը բջջային հեռախոսների վաճառքով զբաղվող ամենամեծ ցանցն է Հայաստանում։ Mobile Center-ը ունի հրաշալի ամանորյա ակցիա։ Դեկտեմբերի 1-ից մինչև հունվարի 15-ը ներառյալ գնիր կանխիկ կամ ապառիկ ցանկացած Samsung սմարթֆոնի կամ պլանշետ կամ հեռախոս եւ ընտրիր 4 նվերներից մեկը։ Mobile Center լիցքավորիչ, անլար բարձրախոս, անլար ականջակալ կամ Max անլար ականջակալ։ Mobile Center, ընտրիր նվեր, ընտրիր նվեր։ Ընտիր նվեր, Ընտրիր նվեր։ Mobile Center, ընտիր նվեր, ընտրիր նվեր։ Նենց որ կարող եք ընտրել այս նվերներից եւ ամանոր օրինակ կանջան, տղայիդ համար մի հատ անլար ականջակալ ինչա որ չես գնում, երեխան լացում էր երեք։ Ունի ռոբ ջան, ունի բարձրախոս։ Բարձրախոս։ Անլար բարձրախոս։ Փոքրիկ Արենչոին մի հատ բարձրախոս Ռոբերտ Ձյաձյայի կողմից։ Ուրեմն ուզում եմ մի հատ հետաքրքիր բան իրար հետ անենք միասին, տղաներ։ Պատրաստ եք։ Այսքան ճանապարհ ենք։ Ուրեմն էկրանին ուզում եմ արհեստական բանականության շնորհիվ հորինված նկարներ ես դնեմ։ Դուք նկարը տեսնեք ու գուշակեք վերնագիրը։ Ինքը այդ նկարը իրենից ինչա ներկայացնում եւ ինչ խորագրի ներքո է այդ նկարը։ Անալ Instagram-ի վերնագրեք նկարը։ Նկարելի ասել այո։ Պատրաստ ենք։ Պետք է գուշակենք։ Եթե դուք չեք գուշակում, ես իմ հանդիսատեսին, իմ սիրելի հանդիսատեսին առաջին նկարը, այս նկարը։ Օրինակ ինչ է։ Այս նկարը ինչ կլինի։ Ոչ թե վերնագիրը ինչ է, այլ բացատրեք ինչ է այս նշանակում։ Մադամ Տուսոյի թանգարանն է։ Ահա։ Ներքևը պարկած աղջիկ Անժելինա Դուք հասկանում եք, չէ՞, ով է թրաշողը։ Ով է։ Ով։ Բաչեն, այո։ Մադամ Տուսոյի Kanye West-ը եւ Jay-Z-ն բռնել են Վաչայի թևերից։ Ինձ թվում է բանն է։ Բայց իսմա Men in Black-ն է։ աղջկա դեմքը հուշում է, որ մի քիչ ուշ են բռնել Վաչային։ Մադամ Տուսոյի Չեն հասրել փրկեն։ Տարբերակ չունեք։ Ինձ թվում է չեմ հասկացել խաղը։ Խաղը չես հասկացել։ Լավ, ես ասում եմ։ Այս մեկը ասեմ, Ահա, որ խաղը հասկանանք։ Խաղը հասկանանք։ Ուրեմն Վաչեն Օսկարից հետո մտել է Մադամ Տյուսոյի թանգարան իբրև մոմե արցան կանգնել է որպես հայտնի, անել դուրս են շփոթել։ Պատասխանը դա է։ Պատասխանն է երկար։ Այո, պատասխանն է երկար, հասկացաք, մտել է դա, ծածուկ մտել է որպես հայտնի, նրան չեն նկատել, որ Հետո տեսել են շնչումը։ Հետո տեսել են շնչումը եւ հաճեն անել մյուս նկարը։ Հա, ընդհանուր մի վերնագիր չէ, սենց երկար կարող։ Վայ, ես եմ, որ Չարենցավա, իմ արձանի բացումն է։ Իսկ բայց ինչ որ արձանի բացումն է Հնդկաստանում, նա ինչերն է գրած են։ Ու հատի Այո, ասա Չարենց ջան, ի՞նչ է։ Իմ արձանի բացումն է Չարենցավա։ Այո, այո, բարձր։ Բայց չէ, Բայց ֆուտբոլի մայքով է։ Լենինին եմ նման։ Բայց Չարենցի։ Ադեսի, քիա գլուխը ավելի մեծ կամ մարմինը։ Եվ չի արձան ավելի Եվ ճիշտ մի քան փոքր ինքը։ ոնց որ մայկայի տակից թափանցում են Այո։ Ինչը պտուկները ասա այդ բառը։ Բայց հետաքրքիր որ արձանը ինձնից օյաղ է։ Թմրամոլի տեսք։ Ես իրականում սա ոնց որ ցանկություն է, որ գա ժամանակ, որ Չարենցավանում բացվի քո արձանը։ Չարենցի ֆուտբոլի արձան։ Այո։ Չէ, իրոք թեկուզ եւ հետ մահու, բայց Մի 5 տարուց։ բայց բացվի։ Մյուս նկարը եկեք նայենք։ Ես եմ։ Այ դզե։ Ինչա գազարը ինձ ավելի նման կան։
նկար ասեք։ Բայց ես երազում եմ մսեղը։ Այո, աթենքի մսամթերքի մասին ես երազում գրկած տարբեր բանջարեղենին։ Վեգանի երազանքը։ Իմ նկարով սղացրել եք placement։ Իսկ մենակ այդ գրկած բանջարեղեններն, հա։ Կարեն ջան, այո։ Ռոբ, իսկ քեզնով նկար չկա։ Ինձ նկար չկա ցավը տանը։ Ոչ չկա, բայց այն քալամը որ գրկել եմ։ Արա որել ցույց տա։ Անու են 1000-ը, այս բանը։ 1000, հա, մաքսիմում 1000։ Մաքսիմում ես եմ։ Քանի որ Viva-ն նաև քո հավատարիմ գործընկերն է, խնդրում եմ դու ծանոթացրու Ես հպարտությամբ եմ նշում, որ Viva-ի ամբասադորն եմ, դա ինձ համար շատ թանկ Իսկ համագործակցություն է։ Ռոբը նկարահանվում է մենակ բանի։ Բարտերային, այո, Վերնաշապիկ են տալիս, նա նկարահանվում է։ Տեքնաս գեզման, կարտոֆիլ մի 2 կիլո։ Գովազդի մեջ ինչ մնում է, Ռոբինն է, թութակը բան։ Անլիմ կանխավճարային սակագնային պլանն ընդամենը 5000 դրամով տրամադրում է անսահմանափակ ինտերնետ 450 րոպե ցանցի ներսում դեպի ՀՀ ցանցեր ԱՄՆ, Կանադա, MTS, Ռուսաստան, Հնդկաստան, T2, ինչպես նաև 10000 ներցանցային րոպե եւ ավելին։ Օգտվեք այս սակագնային պլանից, իսկապես շատ լավ գին է։ 5000 դրամ 30 օր անսահմանափակ ինտերնետ ունենալու համար։ Անսահմանափակ ինտերնետ, ամսական ինչքան։ ամսական Մեծ թվերա դու բանին արա 5000 դրամ։ Ես ուզում եմ հիմա մեծ հետաքրքիր բան հանդիսատեսի հետ անենք։ Մենք ունենք նվեր Mobile Center-ի կողմից։ Արմուշ ջան, մատ կձգվես վերցնես։ Ուսոր պոլեչուձեսի մեջ տաղջիկից։ Լավ, արա։ Ես կձգվեմ։ Ուրեմն հարգելի ընկերներ, Ձգվեցա ես։ այո, հարգելի ընկերներ, մենք ունենք նվեր Mobile Center-ի կողմից, ես հիմա ցույց տամ ինչ է։ Լիցքավորիչ, անդար լիցքավորիչ, որ բոլորի Անլար լիցքավորեք։ եւ ականջակալ Max։ Մեկն է։ Էլի անլար։ Երկու հատ է, չէ, երկու հատ, այո, Աչ ու ձախ, հա։ Աչնիկի ականջը։ Ես ուզում եմ ոնց ընտրենք երկու հոգի մասնակից եմ ուզում ընտրեմ։ Ամենաքաջ մասնակիցներին երկու հոգի։ Ով արագ բարձրացրեց ձեռք եւ զգացի, մեկ, եկեք դուք որպես քաջ, եկեք այստեղ, եկեք բարձրացեք։ Ձեր անունը դա մյուս Այստեղ տղարի Իրեն ջան, բարձր ծափար ենք իրեն։ շուտ բարտացը։ Ես հա, բարձր ծափարում ենք Իրենի զգուշ այստեղ այս զգուշ եկեք լույսի եկեք նստեք այնտեղ։ Ոնց է Սիրեն ջան։ Եվ մյուս մասնակիցը Քաջությունը սրա մեջ է, որտեղ դենեցնենք։ Մյուս մասնակիցը Էլի Իրեն, եկեք։ Ասում չէ, ամաչում է։ Արմուշ։ Եկեք, բարձր ծափարում ենք։ Դուք ելեք Իրեն։ Եկեք, խնդրում եմ, բայց կարող ես չուզենալով եք գալիս, բայց արդեն ուշ է, նստեք։ Խնդրում եմ, բարձր ծափարում եք Իրեններին։ Բայց դուք ունեք կարող է չէ, Օի համար դեռ շուտ չեք մասնակել։ Ես հիմա խաղ եմ ասում։ Վիտամին ակումբի մասնակիցների անուններ եք ասում հերթով։ Ով վերջում չկարողացավ ասի, պարտվում է դուք։ Արամ, Արամ, Ռոբերտ, բրավո, Արմուշ, Գարիկ, ըհն, Չարենց, Ահա, հեշտեր, ջոգեցիկ։ Գրիգ, Գրիգ, Ռոբերտ։ Ռոբերտը։ Պարտվեց։ Պարտվեց։ Վարվեց։ Չասե։ Ռոբերտը նույնիսկ մի անգամ որ ասում են վարվում են։ Դες երկու անգամ։ Չկա դες բան։ Պոնչ։ Ինչ։ Պոնչ, այո։ Մոտիկ։ Խոսափողը։ Հա։ Վաչե։ Բաչե հուշում են ձեզ, եթե դուք հաղթեք, եսի իրանցնա։ Ինչպես։ Կարամ ասեմ եկածի։ Չէ։ Չէ։ Չէ, լրություն։ Բոնի։ Բոնի, այո։ Տիգրան։ Տիգրան, այո։ Տիգրանը հազիվ մի անգամ պետք է եկավ, էլի։ Գոր։ Գոր։ Զարա։ Օ, Զարա։ Հաշվում եմ 70-ը։ Վան։ Վան, օ, լավն էր Վանը։ Լավն չէ, իրոք լավն էր, չէ, Վանը։ Ցավալի մի հատ բան ասեմ, աչքիս Վանը վերջինն է։ Արմեն։ Արմենը ով է։ Ոնց աչիվիտնի։ Աչիվիտնի Արմեն։ Չէ, բայց դե Արմեն ինքը բեմ չի բարձրացել։ Ասում է, հա, ինքն էլ ասում է, հա, ասում է։ Ինչա։ Արա Արմենը ով է։ Մի րոպե, որ Արմենը, Որ Արմենը։ Արա Արմեն չի ճիշտ է։ Արման չի կա, Ով։ Արմանը։ Արմաս ազգանունը։
Սարգսյան։ Որոչը գիտե։ Մհեր։ Ինչ։ Մհեր։ Լավն էր, մհեր։ Ջեյմս։ Ջեյմսը, լավ ճիշտ ասես Ջեյմսը։ Ասա Bond։ Ջեյմսը Այսինքն ով բեմ բարձրացել է վիտամինի, ոնց որ ավտոմատ մտնում է խաղի մեջ, թե հիշում ենք։ Հա, իհարկե։ Ես ինձ հետո ուշում եմ։ Որել չկա։ Ինչ։ Կանեք ասում է դե։ Հա։ Գարնի։ Ինչ։ Գառնիկ։ Գառնիկ։ Սա ո՞վ ուշեց։ Ճիշտ է։ Գառնիկի քույրն է։ Ստյոպ։ Ինչ։ Ստյոպը, ճիշտ է, Ստյոպ ասեք։ Դավո։ Դավոնովա։ Հա, Դավիթը կար, ճիշտ է, մի հոգի կար, Դավիթ մի անգամ բարձրացել է։ Նարեկը։ Նարեկը ճիշտ է։ Ուիդա Իրապ է, Նարեկ ո՞վ է։ Նարեկը կապուտաչա Նարեկը, որ սենց բոլորը Ստյոպի գորի հետ համար էին անում մհերը բոնի ինքը, ու հետաքրքիր Իրանը գիտեք ո՞նա, որ Չարենցը ականջին հուշում է, Իրանը շատ վստահ։ Նարեկը։ Իբր գիտեր էլի ինքը Բայց ես Նարեկը։ գիտես ինչ եմ հուշում, ես տեսա որ այնտեղից հուշում եմ։ Ճիշտ է։ Բայց ես Արդար։ առաջինն եմ տեսել, որը դեյցել։ Լայք հիմա դուք ամեն ինչ անում եք ու ամեն ինչ արեցիք, որ խաղը ավարտվի ոչ ոքի եւ երկու հատ նվեր ասте մարդը մի հատ տամ մի բան։ Արդար։ Հասկացաք, դա արդար տարբերակը, բայց քանի որ մեկը համաձայն եք, չէ՞, այս որոշման հետ։ Այո։ Բայց քանի որ Ինձ թվում է Մաքսերը մեր թիմին է սազում, մեր դուք հակուկապը իշոր մենք է ցանկություն կարող եմ, չէ՞, ես լիցքավորիչ անլար տալ ձեզ։ Այո։ Իսկ ականջական մասը ձեզ։ Մեր գործընկեր Աթենք ընկերությունը ներկայացնում է իր նագետների տեսականին։ Նագետը ոչ միայն համեղ է, այլ նաև սննդարար գարիկ։ 1 տուփ միջև 47 գրամ սպիտակուց կա նրա մեջ։ Նագետ մի անգամ ուտել կհասկանար, թե ինչա դա։ Էս ինչ Բում արա։ Նագետ մի անգամ ուտեր նագետ։ նագետ հնարավորություն ունենա։ Նագետ մի անգամ ուտել, նագետ, կհասկանար համը բագետ։ Էդի չէ, բայց Նագետները դե լսի, նագետները, Աթենքի նագետները պատրաստված են բացառապես հավի կրծքամսից եւ երեխաների ամենասիրելի ընտրությունն են, Չխուժան երեխեքի չի։ բայց մեծերն էլ հաստատ դեմ չեն։ Նագետները պատրաստում են ընդամենը 3-5 րոպեում, շատ արագ։ Այդ տոնը որ հավի կրծքամսից պատում ես, այդ տոնով մի տեսակ սխալ է հնչում։ Դա թավակի։ Մեծերն էլ, բայց դեմ չէ։ Տեսականին ներառում է դասական, պանրով, խոզապուխտով, խրթխրթան, կծու եւ դասական ձողիկներ։ Խոզապուխտով հավի կրծքամից։ Հա, բա, դա Ոչ գիտես չգիտես, վրան փաթաթած։ Բա, Էդի ոնց որ համեմի վրա բան փաթաթես։ սիպեր։ Կոտեմ։ Իդեպ Աթենքն ունի նաեւ նոր գործարան, որն իր տեսակի մեջ ամենամեծն է տարածաշրջանում։ Իտարը երբեք չէր լսա, որ իրան տենց ասեին։ Ուրեմն վիտամին ակումբի ժամանակաշրջանում մեզ գործընկեր չի եղել։ Ես պատկերացրել եմ նկարներ, առաջին հաղորդման ընթացքում նույնպես պատկերացրել էի, եթե Royal Armenian մեզ լիներ գործընկեր, ապա վիտամին ակումբի համարներում ինչպես ինտեգրված կլինեին նրանց ապրանքանիշներն ու ապրանքատեսակները։ Մա տեսնենք միասին։ Մա նայենք էլի։ Ահա։ Հիշում եք այս համարը հիշում եք դուք։ Հա? Ինչ էր իսկ որ ասում եք հա։ Այո, քաղաքապետի կամ ինչ-որ այո։ Ես այս կոստյումից ուրիշ գույնն եմ։ Քանիքի։ Ժամանակին դու ես Ես ասեցի։ Լսի, դու ես հակել ես ժամանակին, որ Բայց ծիծաղալու ես այն ժամանակ չէի գիտակցում ես ամեն ինչի էկլեկտիկայի հոտկուտյուր եմ, Բայց իրոք ճիշտ է գունավոր է զատիկի ձույա։ Բայց լավն է։ Անտուն Սերժ Թանկյանն է։ Անտուն։ Դու զեցար ասես։ Մյուս նկարը եկեք տեսենք մյուս նկարում ոնց ինտեգրված կլինի։ Վաչեի կերպար հիշում եք ես։ Ոնց էլ բարձրաձայն ասեք։ Տատինուտի ինչ է։ Խնդրում եմ աղջիկներ ասեք ինչ է։ Տվյալ դեպքում տատին խմի։ Տատին խմի ռոյալի։
Հետև դել արմուշտա, տելում եք, վզգո էր անունը։ Մյուս տկարը եկեք նայենք։ Այս եկացինին դա, բայց մի րոպե։ Այս ծաղիկը չի թողում, ես գնամ ծաղիկը հանեմ, տեսեք ուրա լցնում։ Մի րոպե։ Այս սենց սաղ ծաղիկները վեր։ Լավ էլ։ Մանիկենի բերանը։ Մանիկենի բերանը սուրճ ա լցնում։ Այո, սուրճ ա լցնում, ինքը քանի որ եկացինը ավելի մի քիչ մտավոր ունակությունների քիչ ունակություններ ունեցող տեր մարդը նա չի հասկացել, որ այդ համեղ սուրճը կարող է ինքը խմել, այլ լցնում է այդ արհեստական այո գլխի մեջ։ Ապրես։ Գոհես։ Շատ։ Շնորհակալություն, եթե լիներ այո ինտեգրացիա ժամանակին, ինձ թվում է մենք այսպիսի բաներ կանեինք։ Ինչեր ենք բաց թողել։ Շատ բաներ ենք բաց թողել մենք, բայց կարևորը այսօր մենք կանք։ Մեր գործընկերն է նոր տուն խանութ սրահների ցանցը, սալիկներ, պաստառներ, լամինատե հատակներ, դռներ, սանկերամիկա, գերխնայող ջեռուցման կաթսաներ, մի խոսքով այն ամենն ինչ անհրաժեշտ է ձեր տան վերանորոգման համար։ Վերանորոգումը շահավետ է նոր տան հետ։ Հիշում ենք առաջին հաղորդաշարից մեր, որ Արմուշը վերանորոգման փուլում է եւ ես նրան սատար եմ լինում եւ նեցուկ, որպեսզի իր վերանորոգումը շուտ սկսի։ Արմուշան, դու հիմա անցել ես քո լոգարանի սանանգույցին ուզում եմ քեզ սալիկ նվիրեմ։ Դեռ մեկ հատ սալիկ, մնացած դու պետք է գնես։ Խնդրում եմ մի հատ ձգվիր հետևը ես սեկրետ Սանտա ենք ես ու Արմուշը խաղացա իդեպ ես Արմուշին նվիրում եմ նայ։ Այս մեկը դու ես նվիրում, մնացածը ինքը տիգենի։ Այս գույնն էլ ես ասեք որ ինքը շատ ճիշտ գույն է։ Նա հիմա ինչ կանենք, որպեսզի ինքը մեր բանը սանանգույցում առանձնահատուկ տեղ գրավի։ Մենակ ինքը այս գույնով կլինի, որ իմանանք էսի Ռոբին նվիրացնա ու մնացածը տարբեր գույն։ Բրավո, սա շատ լավ է։ Վերանորոգումը շահավետ է Նորտան եւ Ռոբերտի հետ։ Ծափարություն մեր գործընկեր։ Ես այցելեմ Նորտուն, որպեսզի ես էլ ունենամ Նորտուն։ Օ, լավն էր։ Մեր գործընկերն է Օհանյան ընկերությունը, որը ներկայանում է իր բարձրակարգ օղիներով։ Օհանյան օղիները լավագույնս կզարդարեն ձեր տոնական սեղանը, ինչպես նաև կապահովեն ձեր բարձր տրամադրությունը, ձեր տաշի, տուշին, ձեր ալվեսին չենք անումը։ Այո, ամանորյա եւ ոչ միայն ամանորյա տոները անցկացրեք Օհանյանի հետ մեկ սեղանի շուրջ։ Եվ կարգախոսը համահունչ է Օհանյանի այս հինգիս, գիտես ինչ է, Օհանյան ընկերներով։ Ես արդեն գիտեմ անցած եթերի։ Յա, իմ ընդունակ գոջո, ապրես։ Իսկ չես կարծում, որ օղու գովազդը կարելի է մի քիչ հարբած կարդալ։ Բնավ չի կարելի, որովհետև պետք է մարդը լինի սթափ։ Կապ չունի նա քանի գավաթ է ըմբում, պետք է նա լինի ուղեղով եւ մտքով սթափ։ Եվ իդեպ Օհանյանը ներկայացնում է իր հրեղենձի limited edition product-ը։ Ինչ է լինում, երբ որ Ուղեղով եւ մտքով նույն բանը չի միտքը, չի թե Ես ուզում եմ տարբերվել։ ուղեղով եւ հոգով երևի։ Ուղեղով, հոգով եւ մտքով։ Ինքը մի քիչ տարբեր է, այնպես որ օգտվեք հրեղենձի այս կարմիր շշալցված գեղեցիկ շերից եւ տրճիկ տվեք, Արամ ջան։ Հիմա քանի որ մենք միշտ եղել ենք այն կոլեկտիվը, ովքեր միշտ հանրային կարծիքը հաշվի է առել։ Ես ուզում եմ մեր գործընկերոջ Viva ընկերության օգնությամբ, Viva ընկերության միջոցով, հարգելի հանդիսատես, ճշտենք մարդիկ հիշում են դեռ վիտամինի մասին եւ արդյոք ուզում են վիտամինի համերգների վերսկսելու հետ կապակցությամբ իրենց ակտիվությունը ցուցաբերեն եւ տեսնենք ում են նրանք ընդհանրապես սիրում վիտամինի տղաներից։ Կարեն ջան, կարելի է հեռախոս։ Հիմա զանգում ենք պատահական Viva-ի բաժանորդներին։ Viva-ի բաժանորդների ենք զանգում եւ համար կասեք Viva-ի խնդրում եմ կոդ ասեք սկզբից ինձ 093 093 094 095 Ինչպես 135 Մի րոպե Չէ, մեկ էլ դուք ուրիշ համար Չէ, համար 55 հետո ինչ Մեկ էլ չէ, այս կողմից Հիմա զանգում ենք, տեսնենք, մարդիկ ուզում են վիտամին լինի, թե ոչ։ Բայց սկզբից մի հատ կարծես էլ ում է շատ սիրում։ Ալո։ Ալո, բարև ձեզ։ Բարև։ Մենք
Սոցիոլոգիական ընկերություն ենք, հարց ենք ուզում ձեզ տալ։ Շատ արագ, կարելի է։ Թոշակներից գոհ։ Ասե։ Ուրեմն ցանկանում են բազմաթիվ հերոստադիտողներ եւ բազմաթիվ հանդիսատեսներ ցանկանում են, որպեսի վիտամին ակումբի համերգները լինեն Հայաստանում։ Դուք կողմ եք։ Նորմալ, լավ։ Բայց դուք կողմ եք, որ լինի այդ շոու ծրագիրը։ Կողմ եք, իսկ դուք այդ նախագծի տղաներից ավելի շատ որպես արտիստում եք համակրում։ Չէ։ Չէ։Աբանքան։ Չէ։ Ինչ։ Լավ, Եկլոխը չեմ հասկանում ինչ ես ասում, դավայ։ լավ կներեք։ Ոնց պաս ինձ ուղարկեց ուղակի արա։ Չեմ հասկանում ինչ ասում։ Չէ, Давай։ Չէ, լմիրոպի, արի, ինչ։ Չէ։ Давай, Օմա, Ռոբերտա, давай։ Արա ուղակի լավ եք համար 093 ասեք։ Ահն։ Հելիքա, ես դիմացինը գրել էի։ Գալոխը չունեմ, Ինչ դժվար է ասել պատահական համարով զանգել։ Ապեր, սոցիալական։ Հայդե, սոցիալական հարցում ենք անում։ Մի հատ հաս գալի այդքան ասեմ։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Սոց հարցում ենք անցկացնում։ Կարող ենք 2 րոպե խլել ձեր թանկարժեք ժամանակից։ Ճիշտ ասած շատ զբաղված եմ, բայց եթե կարճ է։ Շատ կարճ է։ Ուրեմն դուք ցանկանում եք, որ Հայաստանում լինեն վիտամին ակումբի համերգները։ Չգիտեմ դա որն է։ Վիտամին ակումբը։ Վիտամին Արամ Էմպետրին, Գարիկը։ Հա, առաջ որ կա։ Հա։ Ցանկանում եք։ Այո։ Իսկ ում եք ամենաշատը համակրում որպես արտիստ։ Ես իրենց բոլորին եմ շատ։ Ասեք մեկին տամ հիմա խոսեք հետը։ Չէ, բոլորին եմ համակրում, շատ լավ կլինի։ Բայց ասեք ում հենց հիմա խոսեք նրա հետ։ Չէ, չեմ ուզում, ես շատ զբաղված եմ հաջորդ հարցերը տվեք։ Հաջորդ հարցը դա է, շատ ուրախ ենք, որ դուք ցանկանում եք, հիմա բոլոր տղաները լսում են ձեզ, ողջունում են։ Ողջունում ենք, շուտով կլինի համերգ, ձեզ էլ սպասում ենք այդ համերգին։ Շնորհակալություն ձեզ եւ նաեւ շնորհակալություն, որ դուք Viva-ի բաժանորդ եք։ Դուք եւ ես համարը ձեր կգրանցեմ, դուք ունեք 2 հատ հրավիրատոմս հունվարի 30-ին կամ 31-ին կայանալիք համերգի համար։ Շնորհավորում եմ ձեզ։ Շնորհակալություն։ Ստեսյուն ձեր գործերին հանդերձություն, ստեսյուն։ Մա ծափարենք բարձր ես մարդը։ Մա Կարեն ջան, խնդրում եմ։ Իսկ այն մարդը որ ասում է դավայ, Գիտես ինչ անցավ, իսկ եթե զանգեինք օրինակ ԱԻ-ին կամ ոստիկանություն։ Ոստիկանություն ժամանակ չկա, պետք չէ զբաղ նրանք արդեն Ինչ կլիներ որ չի կարելի Կարեն ջան։ Եկեք վերջում մի հատ էլ հետեւ իրար հետ մատ խաղ ամփոփենք, խաղով ամփոփենք եւ վերջացնենք։ Սիրում ես իմ խաղերը, գնացինք։ Ուրեմն հարգելի ընկերներ, այսպեսի խաղ ենք խաղում։ Ես տալիս եմ հարցեր։ Այսքան ջուր դավթաշենում Ես երկրաչ հասկացա, ով սխալ է պատասխանում Ջրում եմ, այո, ով սխալ է պատասխանում ջրում եմ, արագ տալիս եմ հարցեր։ Այո, կներեք, արագ տալիս եմ հարցեր։ Ասում ենք Արմուշից, հետ գնացեք։ Արմուշ ջան, ուշադրություն, շատ արագ խաղ է։ Անվանեք Ազատ Մասնիկի կինետիկ էներգիայի բանաձևը։ 1 2 3 Հարցի ինձ ընկներ, էլի ես հարցի ինձ Всё, ընկներ։ Արմուշ ջան, մատ խծում, չի կարելի ծածկվել։ Արագ, հարց Արամին։ Որոնք են երկաթի 4 կայուն իզոտոպերը։ Չես ասում։ Ես հարցրա էլի։ Ոչ, կոնե հեշտա, Գարիկին հեշտա։ Ինչքան է երկրի միջին խտությունը։ 4 Ոչ, սխալ է 5000։ 5000 կանի, Այո։ 4 Չարենցը, գնա Չարենցի հարցը, ո՞րն է Հայաստանի մայրաքաղաքը։ Երևանը։ Ճիշտ է, Արմուշ։ Որ թվականին է ծնվել Լյուքսեմբուրգի մեծ դքսուի Շարլոտա։ Դե գնա։ Արամը, քանի ածխածին եւ քանի ջրածինի ատոմ ունի օրգանական միացություն համարվող օկտանը։ Բայց դու քիմիայից լավ ես։ Արա դե ինչ քիմիա արա։ Քեզ ջոգում ես պատասխան չի թողում։ Մի րոպե։ Այս ինչ անում ախպեր։ Գարիկ, Վերջում որ ջուրը պրծնի խփում։ Գարիկին ենք հարցը տալիս։
Որքան է գրափարի 4 խոնարհումները ըստ խոնարհիչների։ 4 Կոֆենը զգուշ, կոֆեն։ Մի իշքան պահես այնքան ավելի շատ եմ ջրելու։ Չարենց, լիրոպե չարենց։ Ինչպես է Գարիկ Սոնա բենդի աղջիկ կատարողի անունը։ Սոնա Ռուբենյան։ Սոնա, ճիշտ է։ Ես ճիշտ շորերով եմ եկել հաղորդման։ Արմուշ, Հաջան։ ուշադրություն, 8645 անգամ 785։ Հուշեմ։ Չէ, 63220։ սխալ է։ Սխալ է։ Որես մեկը գոնե ճիշտ ասեմ։ Մյուսը։ Արամ։ Ինչքան է կազմել Եթովպիայի ՀՆԱ-ն 2008 թվականի տվյալներով։ Սոնա Ռուբենյան։ Երևան։ Ոչ։ Եվ Գարիկին։ Հաջան։ Գարիկ։ Ես ունեմ սխալ պատասխան։ Ոչ։ Չարենցին է ջրում ուղակի։ Ինչ անում ապե։ Ուշադրություն։ Շրա կայուն ինչ է բառ։ Հաջորդ հարցը։ Ձեր անունը կասեք։ Այո։ Ինչ Ռոմելա, խնդրում եմ ասա Ռոմելայի տատիկների եւ պապիկների անունը։ Մի տատիկը Ռոմելա։ Այն մյուսներինը։ Պամելա։ Գիտե ոչ չգիտե։ Ո՞նց գիտես Ռոմելա։ Արամ կիմանա։ Եվ վերջին հարցը։ Կակարից չգիտեի։ Եվ վերջին հարցը Չարենցին։ Ինչ է չինարենից թարգմանաբար նշանակում Պուչիտաո։ Չգիտեմ։ Ճիշտ է, չգիտեմ այն նշանակում։ Չգիտեմ այն նշանակում է։ Ապա Այո, նշանակում է չգիտեմ այն։ Այս խաղում հաղթ է Շարենցի։ Այո։ Կարա մի հատ է խաղանք էլ ես։ Ես ուզում եմ արագ, այսպես թաց, այսպես խոնավ եւ այսպես ընկերաբար այստեղ հրավիրեմ իմ գործընկերոջը Լենային, ով կբերի Օհանյան ընկերության օղիները, չէ։ Լենա ջան, խնդրում եմ բերեք Օհանյան ընկերության սրբիչները։ եւ մենք կենաց կխմենք։ Խնդրում եմ ծափարում ենք Լենայի, Լենա ջան։ Լցրեք այս հրեղենձի limited edition օղին եւ այս օղու միջոցով մենք կենաց պետք է խմենք։ Իդեպ միշտ Լենան լցնում է բաժակները, ասեմ, ամեն հաղորդման ընթացքում մենք Օհանյան օղու միջոցով կենաց ենք խմում եւ ձոնում վիտամին ակումբի սիրված կերպարներից մեկին։ Այսօր կտեսնենք ով է։ Հեսա բաժակները վերցնենք։ Ըհն։ Խնդրեմ։ Այս հետաքրքիր որ ես որ Չարենցից շատ եմ ջրվել։ Ես չէի մասնակցում, բայց ըհն, խնդրեմ ընկերներ։ Մերսի։ Մենք ուզում ես մի արա։ Դիր գետնին։ Ուրեմն թող էկրանին հայտնվի վիտամին ակումբի սիրված կերպարներից մեկը եւ մեր կենացը մենք նվիրենք տաս մի նայի վրես։ Սկսենք Չարենցի։ Չէ, ըհն։ Գվենիկը։ Իրականում ես տպավորում որ ինքը պիտի խմի մեր կենացի։ Նայելով Գվենիկին նախ ուզում եմ ասեմ բարի ազատում, կնայ նորադատված։ Բայց ահա այս կերպարը մեզ մոտ ասոցացում է շարի հետ, դրա համար ես ուզում եմ, որպեսզի հաջորդ տարում բոլորս լինենք շարից անպակաս, եթե այդ շարը այսքան հումորով չի եւ շարմ չունի, ոնց որ Արամս այս շարի տեսակետը։ Ես կարամ ասենց այն հայտի բանով ասեմ, որ գվեն հորս արև լավ լես։ Այո Գվեն ջան, միշտ լինես մեր գլխից անպակաս եւ քո թող այս կրծքից նաեւ մազերը լինեն անպակաս։ Արամ, Լուրջ ես ասում, դու Ես կցանկանամ, որպեսզի 2026 թվականին բոլորը լինեն լավատես, ոչ թե այսենց տես։ ես ջրում, բայց ճարտեր էի ասում։ Դուրս է։ ապա ես լկտեմ։ Շնորհակալ։ Ասես լկտի իվրից օղի ոդկա։ Գվեն ջան, մենք ես սենց էլ հիշելու ենք աղբերս, քո կիսատ թողած գործը։ Շարունակելու ենք ու
ամեն ինչ անելու ենք, որ դու էլի վերադառնաս։ Շնորհավոր 2026 թվական արդեն թող այս տարի լինի ամենալավ տարի, ով ինչ ուզում է, թող իր կյանքում լինեն եւ ոչ մեկ թող անիմաստ տեղը չջրվի։ Բայց մինչև ավարտելը ես կուզեմ, որպեսզի Ռոբին շուտ սեղանային է ստացվում եք։ Ինչը։ Սենց էս պայել եմ, եկեք միջով։ Ես կուզեմ մինչև ավարտելը Ռոբին եւս մեկ անգամ ծափարենք, ասենք շնորհակալություն այս երեկոն կազմակերպելու համար, որովհետեւ սա իրականում հենց այս երեկոյի մասին չի, սա փոքրիկ թիզեր է եկող մեծ համերգների մասին, համերգների համար, որ ունենալու է վիտամին ակումբը, այս երկար սպասվածա մեր կողմից հաստատ, ամբողջ հունվարը մենք նվիրելու ենք նախապատրաստվելուն, նոր համարներ գրելուն, վերադառնալուն են տրամադրության մեջ, որ եղել ենք, երբ որ վիտամին ակումբը շատ դաժանորեն բաժանվեց իրարից, եւ լրացնենք այն բացը, որ իսկապես նաեւ մեր մեջ էր առաջացել վիտամին ակումբի փակվելուց հետո եւ եւս հետաքրքիր փաստ վիտամինը քանի հաղորդում է ունեցել ասա, որ նաեւ վիտամինը շատ հետաքրքիր է, ինքը խանութի գին թիվ է ունեցել 199 հատ է եղել ու հետաքրքիր բան ասեմ ու վերջացնենք այսքանով, գիտեք ոնց է ավարտվել, Գարիկը դուրս է գալիս բեմ 199-րդ հաղորդմանը, ասում է 199-րդ հաղորդմանը դուրս է գալի, ասում է շնորհակալություն այսօր այսքանը կհանդիպենք մի ու շաբաթ ու 10 տարի չենք հանդիպում։ Շնորհակալություն ետենում վիտամին 3 օրել մեծ դիմում եք մեզ։ Նա խնդրում եմ խոնարհում,